Իրոք ժողովուրդ ջան, այս մեր վարորդների մի գերակշիռ մասի հոգեվիճակը նախանձելիներից չի։ Երևի կանանց հետ յոլա չեն գնում կամ սոցիալական լուրջ ճեղքված տվել, որ ոչ տանում, ոչ բերում են, մի լավ լակում են ու նստում են մեքենայի ղեկին։ Նման դեպքերում նրանք ոչ մի բանով մարդասպանից չեն տարբերվում։ Ուղղակի դիմացիներն են ափսոս, թե չէ իրանց ինչ լինում է լինի։ Խմած ղեկին նստելը չունի ոչ մի արդարացում։ Դե հիմա պատկերացրեք, որ այդ վիճակում մի թաթալաբաս մեծ արագությամբ գալիս ու խփում է Պարեկի մեքենային։ Այն, որ ասում են գելի գլխին ավետարան են կարդում, ասում է պրծեք, ոչխարներս մնացին։ Հիմա ինչքան էլ ուզում եք քերականացրեք հարբած ղեկին նստելու համար պատիժը կամ աստղաբաշխական տուգանք նշանակեք։ Միևնույնն է, ինչպես կասեր ռուսը, если человек идет, то это навсегда։ То այ 22-ամյա Հակոբ, կաթը շուրթերիդ դեռ չչորացած, որոշել ես գիշերվա միլիոնին հարբած նստես մեքենայի ղեկին ու քաղաքում ոյաժներ անցկացնես։ Հեսա, էս էլ հետևանքը։ Խես անում համարները։ Իա, կարմիր մոլորակից ես իչե։ Բա ժողովուրդ ջան, հիմիկվա ջայելները լավ ճարպիկ են, իրանց գցում են դոդի բաղճա, մթոն բան չեն հասկանում և իրենցը առաջ են տանում։ Այդ շուստրին տեսակ, որ ուզում էր մեքենայի համարանիշները հաներ, երևի, որ հանկարծ պապան չտեսներ ու մի լավ ճլոտի չտար, չնայած եթե ճլոտի տվողը լիներ սիրասուն զավակը, հարբած չէր նստի ղեկին ու տուր որ կտաս Պարեկի ջիպին։ Մենք էլ անընդհատ Պարեկներին ենք մեղադրում, որ իրենց վստահած մեքենաները դարձնում են մետաղե ջարդոն։ Փաստորեն թաթալաբազների պակաս չկա։ Անիվներն պետք է ձմեռային լինի։ Նայ որ ձմեռային չի։ Ասացին, որ Ուրուգվայի հրապարակում մեքենայում գտնված պարեկներից մեկը վիրավորում էր ստացել ու նրան տեղափոխել են հիվանդանոց։ Լավ է այդ պահին օպերատիվ բոլոր ծառայություններն էլ հերթապահություն տանելիս են եղել ու արագ օգնության են հասել իրենց գործընկերոջը։ Իսկ 22 տարեկան հարբածը դեռ երկար է հիշելու այս դեպքը, որովհետև վարորդական իրավունքի վկայականից հաստատ կզրկվի, մի կլորի գումար կվճարի, իսկ եթե այլ չեպեներ էլ ունենա, կարող է միանգամից հայտնվի ճաղավանդակից այն կողմ, իսկ իր Porsche երկար ժամանակ կմնա հատուկ պահպանվող տարածքում։ Գիշերը միլիոնին ոչ միայն 22-ամյա Հակոբն է հարբած երթևեկել, այլև 28-ամյա Արսենը։ Ասում եմ չէ, որ սրանք լրիվ խելքները թրցրել են։ Արա, եթե խմել չգիտեք, ինչի եք լակում, հը? Լավ, դուք իրոք ջանդամ, բա ուրիշները, նրանց գույքը։ Դե հիմա պատկերացրեք, ալկաշ Արսենը ինչ կարգի արագություն պիտի բացած լինի, որ տիդայով բախվի Ford Transit-ին, վերջինն էլ հարվածից առաջ ընթանա, բախվի Bid-ին, նա էլ իր հերթին բախվի BMW-ին։ Պատկերացրիք։ Ամենայն հավանականությամբ արագություն բացելու նախադրյալը ոչ միայն օրգանիզմում սպիրտի պարունակությունն է եղել, այլև ազատ ճանապարհը։ Թե հարբած ծովը ծնկներից Արսենը ուզեցել է հագեցնի ադրենալինի պաշարը, ուշագրավն է, որ նաև բախտավոր աստղի տակ է ծնվել։ Նման կարգի արագությամբ հարվածես մեքենային ու անգամ չվիրավորվես, ստեղ են ասում, աշխարհ կանգնի, իշխնող կա, բայց որ հետևանքների առումով բախտը չի ժպտա, դա հաստատ։ Ու գիտեք ինչու, որովհետև նաև վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։ Ոչինչ, էլ մեքենա չես քշի։ Այս 3 ավտոներ կայանված են եղել։ Հարբածների մասնակցությամբ երրորդ դեպքն էլ ունենք։ Ուղղակի այնտեղի ճակերտավոր հերոսների բախտը Հակոբի ու Արսենի չափ չի բերել։ Ուստի այդ պատմությունը կներկայացնենք տեսանյութի վերջում։ Հիմա խոսենք մի նուրբ թեմայի մասին, որը տասնյակ մարդկանց ներաշխարհը խառնեց իրար։ Խոսքը դեկտեմբերի 6-ին Երևանի Աչափնյակ վարչական շրջանում գտնվող Սան Լազարո Սքո սրահի տարածքում տեղի ունեցածի մասին է։ Եվ ուրեմն առավոտյան 6:30-ի սահմաններում Սքո սրահի աշխատակիցները նկատում են, որ բոլոր 5 սրահներում էլ ուժեղ ջրի հոսք է սկսվել, ընդ որում որոշ հատվածներում ջրի բարձրությունը հասնում է 1 մետրի։ Հələ գալիս են էլի։ Ամեն ինչ տեսել ենք, բայց որ Սքո սրահում մարդիկ պետք է հոգեանգիստ գան նավակներով, ճաքեր է տալիս։ Հետևալ լրիվ ատալակցել է։
Փաստորեն այդ տվյալ օրը բոլոր 5 սրահներում էլ պիտի տեղի ունենային հոգեհանգստյան արարողություններ։ Ուստի աշխատակիցները գալիս են առավոտ կանուխ մաքրության աշխատանքներ կատարելու եւ ահա այսպիսի պատկեր են արձանագրում։ Տեսնելով, որ բոլոր սրահները ողողված են ջրով, միանգամից ազանգում են վիոլա ջուր։ Ստեղ են ասում. «Էփա ցավի ծիծաղն եկավ, ինչի ով էր այլ բան ակնկալում»։ Անդեղից մոտ 3-4 ժամ չեն պատասխանում, հետո թե բա էս պահին մեզ հարմար չի, հայտը կգրանցենք, ժամանակ լինի կմոտենանք։ Մենը նստվածքը արդեն պարզ երևում է։ Սենց էլ մարդիկ ապասնի ա մտնել մեջը, բլվի։ Լստեն նայ։ Նա ինչ է։ Լստեն նայ։ Լորիկ նստելու այս չենք հայլա պիտանի չի լինի։ Լստեն նայ։ Սքո սրահի հետնամասից մոտ 150 մետր հեռավորության վրա էր խմելու ջրի խողովակը վնասվել։ Այսինքն, ինչ որ կազմակերպության ոչ սրտացավ ու անպատասխանատու պահվածքի պատճառով մեռելատերերը կանգնել էին փաստի առաջ, ինչ ասես չենք լսել, բայց որ վիոլան արդեն անհանգստացնում են նաև հանգուցյալներին չենք լսել։ Եթե նրանց աշխատակիցները ազանգից հետո օպերատիվ գային, գոնե խմելու ջրի հոսքը կդադարեցնեն ու տոննաներով ջուրը չեր հասնի սրահներ, ել չեմ ասում, որ որոշ հատվածներում շենքի հիմքերի հերն արդեն անիծվել է։ Ակսատան ջուրը էսա գալիս է, եղունգուներ գնացեք գլուխներդ քորեք։ Լստեն այ։ Վերջում եկան կինոյի տղերքը։ Եկան են այ, ներկայացան գնացին։ Այդե այդ տանտեր արագությունները վերասկ եկելի, այդ ուր եք շտապում, ինչ եք կորցրել, ինչ եք փնտրում։ Կեսգիշերին մոտա, Երևան-Սևան ավտոճանապարհի 16-րդ կիլոմետրն է, արձաններ բացօթյա վաճառքի սրահի հարևանությամբ։ Ինչպես տեսնում եք, ջիպն ու օպելը նենց են իրար ողջագուրվել, որ օպելը կողաշրջվել է եւ բախվել ծառին, իսկ ջիպը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս։ Նայելով մեքենաների վնասվածքներին, դուք էլ կհաստատեք, որ առանց մեծ արագությունների նման պատկեր չէր արձանագրվի։ Շատ դանդաղ են եկել, կախումա տենցել է, որևիտ միարնեն։ Մալադես պապի, տեսնում եք ինչ հումորի զգացում ունի։ Ասում են, երբ մարդ ամենադժվար պայերին չի կորցնում հումորի զգացումը, նա իսկապես ուժեղ մարդ է։ Իսկ պապիկի համար իրոք դժվար պայր։ Այս խելքից դուրս արձաները հայտնվել էին անօգնական վիճակում։ Դրանց մի մասը կոտրվել էր, մինչդեռ այդ ամենը փող էր, իսկ պապիկը դեռ կատակում էր։ Նաև մեծահոգի էր, որովհետև ասում էր, թե ինչ լինում է, թող ժեշտին ու արձաններին լինի։ Մարդու հանկարծ բան պատահած չլինի։ Պապիկի ցանկությունը իրականացավ, բայց մասամբ։ Բանն այն էր, որ վթարի հետևանքով թեև զոհ չկար, սակայն 2 հոգու տեղափոխել էին հիվանդանոց։ Ապրեն սրտացավ քաղաքացիներն ու այս վաճառքի կետի աշխատակիցները։ Միահամուռ օգնության են հասել, իսկ շտաբօգնության բրիգադը վիրավորներին տեղափոխել է Աբովյան բժշկական կենտրոն։ Իսկ այս արձանների տերերին ով պիտի փոխհատուցի, դա էլ հայտնի չի։ Փաստորեն, այս մեր երկրում լավ ջարդել գիտեն, հավաքելուց հեչ լավ չեն։ Այս էլ խոստացված տեսանյութը, որի մասնակիցներից մեկը էլի հարբած է եղել։ Մայրաքաղաքի համայրակ կենտրոնում ենք, Պռոշյան փողոցի թիվ 14 հասցեի դիմաց, էլի գիշեր է ու էլի շղթայական ավտովթար։ Այս ինչ օրն ենք հասել, որ մեքենան արդեն վարում է հարբած կինը։ Չէ, իրոք ամեն ինչ հաստատուն քայլերով գնում է գրողի ծոցը։ 29-ամյա Գոհար Մանուկյանը այս տեսլանա վարելիս եղել, երբ բախվել է Շիրակի մարզում հաշվառված 28-ամյա Սևակ Գաֆարյանի Կիային ու Երևանում հաշվառված 21-ամյա Միքայել Շահբազյանի Հյունդային։ Ապօգնությանը քո դուս գա։ Քո դուս գա, հա։ Հաստա քո դուս գա։ Քանի ապտե, հա։ Հաստա քո դուս գա, բայելա։ Հա։ Մի ես Տեսլայի վիճակը նայեք, ավելի շուտ այն, ինչ դրանից մնացել է, թե ոնց է ալկոհոլի ազդեցության տակ գտնված Գոհարը ողջ մնացել, չեմ կարող ասել։ Փաստն է, որ Կիայի վարորդը բախման հետևանքով տեղում մահացել էր։ Ինչ ահավոր է, ժողովուրդ ջան։ Քո համար հանգիստ գնում ես, մեկ էլ խնդրեմ, կյանքդ ավարտվեց։ Ընդհանուր երկու ավտոն ընդեղ է։
Տպավորություն է, թե Տեսլայի ու Կիայի վարորդները բախվելուց առաջ չեն էլ փորձել արգելակել։ Ընդ որում, բացի Կիայից ու Տեսլայից, մյուս բոլոր վնասված մեքենաները, որոնց թիվը 5 էր, կայանված են եղել։ Այսինքն, այս վթարի հետևանքով ընդհանուր առմամբ 7 մեքենա էր տուժել։ Այն, որ ասում են, մի հիմար քարը գցում է փոսը, 10 խելոք չեն կարում անեն, հիմա էդ է։ Տեսլայի կին հարբած վարորդին ասացին, որ տեղափոխել են հիվանդանոց, սակայն կար ժամանակ անց տեղեկացա, որ քննիչի որոշմամբ նա ձերբակալվել եւ տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Իսկ հետո տեղեկացանք նաեւ, որ 29-ամյա կինը չի ունեցել նաեւ հայկական վարորդական վկայական։ Իսկ արդեն ձերբակալման ժամը լրանալուց հետո քննիչը միջնորդություն է ներկայացնում քրեական գործերով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրի երկամսյա կալանքը, սակայն դատարանը մերժում է քննիչի միջնորդությունը, նրա նկատմամբ կիրառում է 10 միլիոն դրամի գրավ եւ որոշում, որ նա պետք է մնա տնային կալանքի տակ։ Մեկնաբանությունները ավելորդ են։ Եվ վերջում Երևան Արմավիր ավտոճանապարհի Մեծամորի նախկին ճանապարհային ոստիկանության հենակետի հարևանությամբ տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին։ Կասեք, ինչ եք հիմա տեսնում ձեր էկրանին։ Ես էլ սկզբում չի հասկանում։ Հետո հասկացա, որ մեքենան պարզապես կիսված է։ Հա, ճիշտ լսեցիք։ Օրը ցերեկով տեղի ունեցած բախման հետևանքով այս մեքենան, որը նախորդ կյանքում Mitsubishi-ա կոչվել, մեջտեղից կիսվել էր։ Այս պարեկներն էլ էին ապշել, աշկներին չէին հավատում, որ կանգնել են կիսված մեքենայի առջևի հատվածի մոտ։ Այսենց դեպքերում է երևում, թե ինչ կարգի խլամ են Հայաստան հարյուրավոր տոննաներով ներկրում, ընդ որում Mitsubishi-ն ոչ միայն մեջտեղից կիսվել էր, այլև հարվածի հետևանքով նրանում հրդեհ էր բռնկվել։ Իսկ հա վթարի մյուս մասնակիցը Chevrolet-ն բախումից հետո դուրս էր եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին ու հայտնվել դաշտում։ Եթե ինչ-որ մեկը ասեր, որ այս ամենի հետևանքով միայն վիրավորներ կլինեին, բնականաբար չի հավատա ու ճիշտ էլ կանեի։ Մեկ հոգի տեղում մահացել էր, եւս 3-ին տեղափոխել էին հիվանդանոց։ Այս տեսանյութը իրականում կարող է ուսումնական ձեռնարկ համարվել վարորդների համար, թե ինչ չի կարելի անել ոչ մի դեպքում։ Չի կարելի խմած ղեկին նստել, չի կարելի թույլատրելիից ավելի արագություն գերազանցել, չի կարելի չթույլատրված տեղով շրջադարձ կատարել։ Պետք է միմյանց նկատմամբ հանդուրժող լինել։ Ու քանի վերը թվարկածը բացակայում է, շարունակում ենք համալրել ողբերգական վիճակագրության թվերը։ Լավ, ես չեմ հասկանում։ Այդքան բարդ է ընկալել պարզ ճշմարտությունները։ Ավտոյի վրա էլ կպայես։ Տագիկ Շամշան, Սուրանկյուն։